փորձ արվել է համակարգության ձեր արձանագրություններով, որ չեն օգնություն չի ցուցաբերել, շատ լիմիտավորից անվանել են արվել եւ այլն, դիմել է օրինակ Հայաստան ԵՄ գրասենյակ, դիմել է այդ կառույցների, դեսպանատների, որոնք խաղաղության առաջատարներ են աշխարհում եւ երկրորդ հարց նշում եք, որ SSS բաները չեն արվել մեծ բարերար Կարապետյանի հանդեպ, բոլոր քաղաքացիների հանդեպ է այս անարխի վերաբերմունքը, ոսկի պատահության չկատարում պետության կողմից, թե դուք միտում եք տեսնում հենց Սամվել Կարապետյանի բարակը։ Որոշ ներկայացված խնդիրները համակարգային բնույթ են կրում, իսկապես Երևան կենտրոնում տեղի ունեցող որոշ պայմանների, մոտեցումների հետ կապված, որոնք համակարգային են, այսինքն քրեակատարողական ծառայողների կողմից թերությունները չեն, դրանք համակարգային բնույթ կրող են։ Պայմանականորեն օրինակ, որ ջեռուցումը նվազագույն պայմանա, չէ, ջեռուցում, որ օրինակ բոլոր այլ ՔԿ-ներում այնպես է ստացվել, իսկապես այլ ՔԿ-ներում եւս պաշտպանյալներ ունեցել են, քանի որ կալանքի ֆետիշը այդպիսինն է լինում։ Այնտեղ հոկտեմբեր ամսից ջեռուցումները արդեն ապահովված էր։ Երևան կենտրոն ՔԿՀ-ում այն ամբողջ ծավալով ապահովել է 2025 թվականի դեկտեմբերից, երբ միշտ եղել է նոյեմբեր ամսից։ Կարող եմ հետևություն անել, որ այստեղ միտում կար։ Այո, կարող ենք։ Բայց այդ միտումից տուժել է մենակ Սամվել Կարապետյանը, ոչ։ Նաև մեր սրբազանները, նաև այլ անձինք, որոնք կալանավորված են եղել կամ կալանավորված են Երևան կենտրոն ՔԿՀ-ում։ Բայց նաև կան հարցեր, որոնք իսկապես կոնկրետ թիրախավորված միտում են իրենց մեջ պարունակում։ Եվ դա նաև եւս հերթական ցուցիչն է քաղաքական հետապնդման։ Այլ հարց, որ այդ ամենի պայմաններում, երբ այսպիսի ապօրինություններ, այսպիսի խայտառակ խախտումներ տեղի են ունենում, դիմացը լինում է Սամվել Կարապետյանը, որ այդ ամենին, չնայած այդ ամենին, որևէ մեկի նկատմամբ չարությամբ չի լցվում, պատվով այդ ամենը տարել է եւ տանում է։ Որովհետեւ վերջինս գիտակցել է, թե ինչ պատասխանատվություն ինքը ունի, այնպես ինչպես մեզանից շատ շատերը։ Ինչի ինչ-որ մեկը պատկերացնում է, որ եկեղեցին պետք է անպաշտպան լինի։ Հա կան մարդիկ, որոնք տենց պատկերացնում են, բայց կարծում եմ այդ մարդիկ սխալվել են։ Միջազգային կառույցների վերաբերյալ, գիտեք, որոշակի գործողություններ այդ ուղղությամբ եւս կատարվում են։ Առանձին դրա վերաբերյալ անդրադարձ այս փուլում եկեք չկատարենք, բայց մի բանը հստակ է։ Մեր կողմից գործունեությունը, մեր կողմից կոնկրետ այս գործով խախտումների վերաբերյալ արձանագրումները, ապօրինությունների վերաբերյալ արձանագրումները կատարվում են հրապարակային։ Իսկ որպես անձ, ով որոշակի աշխատանքային փորձ ունեցել է միջազգային կառույցների, ինչպես նաև դեսպանատների հետ, վստահ եղեք, բոլոր հրապարակային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ տվյալները տրամադրվում են նշված կառույցներին։ Իրենց կողմից էլ է մոնիտորինգ իրականացվում։ Ես դրա վերաբերյալ այս փուլում եկեք հատուկ պատասխան չներկայացնեմ, հետագայում մի առանձին, կարելի ասել թեմա, թե օրինակ գործընկերոջ կողմից ներկայացվեց հարցը միջազգային իրավական պաշտպանության գործիքակազմի վերաբերյալ, ինչպես նաև դեսպանատների եւ միջազգային այլ կառույցների գործողությունների, արձագանքների վերաբերյալ Սամվել Կարապետյանի գործով մի առանձին ասուլիս դրան կնվիրենք անպայման։ Ձեր հարց։ Իշխանություններին ավելի ձեռնտու է, որ Սամվել Կարապետյանը մնա կանոնավայրում եւ հրապարակային խոսք ունենա, թե լինի տնային կալանքում եւ սահմանափակված լինի հրապարակային։ Բարդ հարց եք տալիս, կարծում եմ դրա երևի թե հենց ուղիղ հասցեատերը հանդիսանում են իշխանությունները, քանի որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթը, այս քաղաքական հետապնդումը ուղիղ քաղաքական պատվերի արդյունք է, որի աղբյուրը 2025 թվականի հունիսի 17-ի Facebook-յան գրառումներն են, հրապարակային են, իդեպ ես որոշակի պարբերականությամբ ստուգում եմ, արդյոք դրանք առկա են թե ոչ, նույնությամբ առկա են։ Իդեպ եւ օրինակ հարց հնչեց միջազգային մի շարք գործընկերների հետ, նաեւ բարձրաստիճան, օրինակ իրենց հետ հանդիպումների ժամանակ, երբ ես պատմում էի,
որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սամվել Կարապետյանի վերաբերյալ նման ձևակերպումներ է օգտագործել, առաջին արձագանքը նա էր, որ իրենք չէին հավատում։ Երբ թարգմանությունը պատշաճ, այսպես ասած, փոխանցում էինք, նոր դրանից հետո հավատում էին։ Այդ աստիճան իրենց համար անհնարին էր թվում դա։ Նույնությամբ, օրինակ, անհնարին էր թվում, որ Հայաստանի Հանրապետության գործադիր հնարին էր թվում, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունների հանգամանքներից պետությունում դա տեղի է ունենում, էլ չէին ժպտում։ Հիմա վերադառնալով բուն ձեր հարցին, իսկապես պատասխանը այնտեղից պետք է ստանալ։ Անկեղծորեն, այն, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքից, Սամվել Կարապետյանից ինքնին, կներեք այլ բառը չօգտագործեմ, արկա է վախ։ Ուրիշ բացատրություն չկա։ Դե պարզա, պետք է երևի տենց արձագանք լինի, որ անձը եթե 6.5 ամիս լինում է կալանավորված նման պայմաններում եւ այդ աստիճան պատվով այդ ամենը տանում է, գիտակցելով, որ այդ ամենը իր նկատմամբ կարող է տեղի ունենալ, գնում է եւ կալանավորվում է այդ իմաստով, գիտակցելով է ապօրինության մասշտաբը, բոլորն էին դա գիտակցում, երևի առաջին արձագանքը դա պետք է լինի, բայց արդյոք դա ժողովրդավարական երևույթ է։ Հիմա այստեղ հարց է առաջանում, մեր գործընկերներ դա լավ ասել, հիմա մենք ժողովրդավարության բաստիոն ենք, թե ժողովրդավարության բաստիլ ենք։ Շնորհակալ եմ։ Իհարկե։ Ընթացքում արդեն սկսվել են հայ բանակցությունները Սամվել Կարապետյանի հետ հանդիպել են կառավարական կանոնային պայմաններում եւ երկրորդ հարցը վերաբերում է տնտեսական հնարավորությունների դրվագին, դուք տեղեկություն ունեք, արդյոք այսպես մայր գործ կա իշխանության փուլում Սամվել Կարապետյանի վերաբերող դրվագից առանձնացված, այդ խոսքը որևէ գործընթաց իրականացում է նկատի Եվ ի վերջո ինչ խնդիր է դիպում գործարարին, նաև միջազգային գործարարին, նման դեպքի տեղական կանոնով նաև Եկեք հերթով փորձեմ արձագանքել։ Ինչ վերաբերում է բանակցություններին, Նարեկ Կարապետյանը շատ հստակ դրա վերաբերյալ առավել քան սպառիչ դիրքորոշումը ներկայացրել է, որ պատկերացնեք, եթե Սամվել Կարապետյանի եւ Կարապետյանների ընտանիքի կողմից ընդհանրապես որևէ մի նման նվազագույն նույնիսկ մոտեցում ցուցաբերվեր հեծի շուրջ կամ այլ հարցերի շուրջ, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ։ Հենց ամբողջ տրամաբանությունը այս հետապնդման, այս ռեպրեսիվ մեքենայի նրանում է, որ Սամվել Կարապետյանը հստակ կարմիր գծեր ենթադրող դիրքորոշում է ներկայացրել եւ դրանով սահմանափակվել է։ Դրանից այն կողմ, դրանից անդին այլևս այսպես ձևակերպենք խոսակցություն առկա չէ։ Օրվա իշխանությունները պատկերացնում են, որ ապօրինությունների մասշտաբը ավելացնելով որևէ մի փոփոխություն կստանան, չեն ստանալու։ Մի փոփոխություն այո ստացել են այս ընթացքում։ Այո, Սամվել Կարապետյանը, Կարապետյանների ընտանիքը, Նարեկը Կարապետյան հստակ քաղաքական իրենց դիրքորոշումները եւ նաեւ կարծես թե բոլոր այն սոցհարցումները, որոնք տեղի են ունենում, ցույց են տալիս դրա դինամիկան, ցույց են տալիս հանրային աջակցությունը, հանրության պատշաճ արձագանքը, այդ հարցերում փոփոխություններ այո լինելու են, ել ավելի ինտենսիվ է լինելու հանրության հետ աշխատանքը, այդ թվում նաեւ ներկայացվածի տեսանկյունից։ Իդեպ հետաքրքիրը նաեւ նա էր, որ 2025 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր, հենց այդ օրն էլ հեծը զրկվել էր լիցենզիայից, որը սեփականազրկմանը համարժեք գործողություն է։ Այն, որ սա նման է իրականում սեփականության նկատմամբ ոտնձգություն բառերը շատ մեղմ են հնչում։ Սա իսկապես նման է իրավական ինչ-որ ահաբեկչության։ Սա նման է իրավական տեսանկյունից անձին պատանդ վերցնելու եւ դրանով փորձ անել հարկադրաբար բանակցելու, չի աշխատելու այդ ամենը։ Դա ակնհայտ է։ Գործողությունները Սամվել Կարապետյանի կարծում եմ դրանով բոլոր հնարավոր կասկածները, մտահոգությունները փարատել են, բայց այլ հարց։ Այո, օրվա իշխանությունները գիտակցում են նաեւ, որ
այն քաղաքական հայտը, որը ներկայացվել է, դեռևս հուլիսի 4-ին ներկայացված արձանագրումները, պնդումները եւ պահանջները գնալով ավելի մեծ հանրային աջակցություն են ստանում։ Ինչ վերաբերում է բուն տնտեսական բնույթի մեղադրանքներին, որ պատկերացնեք դրանց աբսուրդի աստիճանը, դրանք որևէ մի տեղից անջատված չեն։ Դուք կարելի ասել դասական իմաստով այլ վարույթների բնորոշ մոտեցումը նկարագրեցիք։ Այստեղ գիտեք իմ մոտ ինչ տպավորություն է, որ օրինակ մի ինչ-որ գործ են փորձում գտնել, մի ձև փորձում են այդտեղ գտնել Սամվել Կարապետյան անունը, չեն գտնում, բայց ասում են դե լավ, մի ինչ-որ գործ գտել ենք էլի։ Եկեք մի ձևակերպումներ տանք։ Իրավական աբսուրդի ուրիշ նշաձող է սա։ Եվ դրա համար նաև հենց այս ձեր հարցադրման տեսանկյունից էլ ես գործընկերներին իսկապես խնդրում եմ աջակցել մեզ, օգնել մեզ այն հարցում, որ պահանջը, որ այս վարույթը նախաքննական գաղտնիքից ազատվի, ձեռք ազատվի, ապահովվի։ Եկեք դռնբացության կարգով դատական նիստեր ունենանք։ Եկեք հենց նույն վերաքննիչում էլ հիմա էլ հրապարակային նաև գրավորել միջնորդությունը ներկայացնելու ենք, որ բանավոր կարգով իրականացվի քննությունը։ Թող իսկապես տեսնենք լավ ինչ փաստարկներ է բերում դատախազությունը, ինչ փաստարկներ ենք բերում մենք։ Եվ թող հանրությունն էլ գնահատի արդարությունը, արդարադատությունը եւ դատավորի խիղճը։ Իդեպ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ մի հարցում ամեն ինչ հստակ է։